Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն հատուկ տեխնիկա։ Ոստիկանության գվարդիայի ծառայողը անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու է գործադրել այս բոլոր միջոցները։ Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է ոստիկանության ազգային գվարդիան, ոստիկանության 4 սենասյունային ծառայություններից մեկը, ի թիվս համայնքային, քրեական եւ բարեկային ոստիկանության։ Գվարդիան ընդգրկում է ոստիկանության զորքերը, պետական պահպանության վարչությունը եւ ուղեկցող գումարտակները։ Այն կգործի որպես լիարժեք կառույց, չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ըստ ներքին գործերի նախարարության կառույցը նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը։ Արդյոք դա այդպես է, թե սա նոր մահակ է հայ հասարակության գլխին։ Իրանք փորձում են տենց ցույց տալ, որ փոխվել է այսի հետ ոստիկանը չի, ասենք թե բարեկը գայիշնիկը չի, օրինակի ճանապարհային ոստիկանը չի, բայց եկանք մենք ականատես եղանք սկզբից մոտ անգրագետ հիմար մոտեցումների առ այսօր ժողովուրդը բողոքվում է բարեկներից։ Բարեկը կանգնացնում է, չի կարողանում մարդու հետ շփվել, հասկանում եք, դասընթաց չեն անցնում, կրթություն չեն անցնում, փողոցից ինչ որ մեկին բռնում, բերում սարքում են բարեք։ Նույնը ստեղ է լինելու, հասկանում եք։ Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է կուտակում, այսինքն քիչ կար ատելություն դեպի ոստիկաններին, լրացուցիչ իրանք գեներացնում են։ Դրան գումարած նաև իրանք մտածել են, որ ռեբրենդինգի գնան, այսինքն թարմացնեն, թվացյալ թե մարդիկ չեն ճանաչելու են ջմշուդին կամ այն մյուսին, էլի հասկանում եք, դրանք այն հայտնի կարմիր բերետներն են։ Ոստիկանության դեմքը փրկել որպես այդպեսին սրանց չի հաջողվելու։ Արդեն այնպիսի ստոր իրավիճակներում են դրել ոստիկաններին։ Ոստիկաններին դարձրել են ներողություն ձևակերպանս համար ֆաս հրահանգ կատարող։ Դուք տեսնում եք ինչա կատարվում ոստիկանությունը այսօր լծված է անդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ իրագործելու։ Հանցագործությունը այսօր Հայաստանում խայտառակ վիճակում է։ Մենք ունեցնում ենք դեպքեր, որ երբևէ Հայաստանում չի եղել։ Սպանություն եկեղեցում, սպանություն դատական նիստի դալիճում։ Չեմ ասում, որ 4 ժամում 2-4 մարդ են սպանում, համակերպետ են սպանում եւ այլն։ Ոստիկանության դեմքը այսօր փրկել հնարավոր չի։ Բերել են այս բանին գվարդիային, ասում է հատուկ միջոցներ կիրառելու իրավունք չունի, գրել են, տենց հիմար մտքեր են գրել։ Հաջորդ կասում է զինված պետք են, այս պետք անեն, բայց եթե այդ մարդը զինված է, բոլոր սարքավորումներով, ու դու ասում ուժ կիրառելու բան չունի, ինչ է անելու։ Առաջ օրը մի հատ կսարքեն իրանք ձևական ընդհանուր քաղաքացու այդ գվարդիայի ներկայացուցիչի միջև, հաջորդ օրը կասեն զենքները պետք է իրար էսել ու մոտակացույցին հարձակվեք։ Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաեւ հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակ բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը եւ քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը։ Կեղծ է, որ հասարակական կարգն են ուզում իրանք ապահովեն, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք թմրանյութերի համատարած վաճառքը, ես գնում եմ մանկապարտեզներ, դպրոցներ, դաստիարակները եւ դպրոցի ուսուցիչները խնդրում են, ասում են բարձրաձայնեք, բերում են ափաշքյարա, տեղադրում են, չգիտեմ, թմրամիջոցները, որ մարդիկ գան վերցնեն։ Այն օրը գնացել էի Մովսես Խորենացի համալսարան, այնտեղ աշխատակիցները բողոքում էին, ասում են ոստիկանության ներքին գործերի նախարարության ուղիղ դիմաց են 5 ճոպանուղին որ կա, ասում են սաղ օրը ստեղ բերում են նարկոտիկ են դնում, հասկանում եք, ամբողջ օրը ու չկա մի հատ ոստիկան, որ գա էդի պահի։ Կամ հայտնի դեպք օրինակի համար էլի, երբ որ օրինակ Չախոյան Արտուրը զանգում ասում է իմ նկատմամբ ոտնձգություն ա եղել, ոստիկանական բաժնում մի հատ ոստիկան չի, որ դեպքի վայր ուղարկեն, բոլորին ուղարկել են Գյումրի Վարդան Ղուկասյան օպերացիայի հետևից։ Նախագծի պլանային աշխատանքները մեկնարկել էին դեռ 2022-ին, երբ ոստիկանությունը չէր վերակազմավորվել, դառնալով ներքին գործերի նախարարություն։ Այն ժամանակ դեռ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ ոստիկանության զորքերը պիտի ապառազմականացվեն։ Ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության եւ իրավակարգի ապահովման համար մի շարք պետական գործառույթների զուգակցում, ասել էր Սարգսյանը եւ ընդգծել, որ դա չի բխում ոստիկանության արչեւ օրենքով սահմանված խնդիրներից։ Իսկ հիմա ավելի պարզ։ Հին օրենքով պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանը պիտի ենթարկվեր պաշտպանության նախարարությանը, իսկ նոր օրենքով
Պատերազմի դեպքում ոստիկանության գվարդիայի ծառայողները պարզապես սահման չեն մեկնի։ Իհարկե, ռազմական դրության շրջանակներում պետք է լինեն առանձնահատուկ խնդիրներ, որոնք կարող են դրվել ներքին անվտանգության տեսանկյունից ոստիկանության զորքերի առջև, բայց հիմնական խաղաղ պայմաններում խնդիրը պետք է լինի բուն ոստիկանական գործառույթ։ Դե տեսեք, պաշտպանության նախարարությանն ենք մենք թույլատնում այն առումով, որ պատերազմի ժամանակ այլևս զորքերը չեն մասնակցելու որևէ գործողության։ Նման քննադատությանը ոնց կարձագանքի։ Տեսեք, կան նմանատիպ մտահոգություններ, այսպես ասեմ, այլ ոչ թե քննադատություն, որովհետև իրականում, երբ որ պատկերը նայում ենք, ստացվում է, որ ոստիկանության զորքերը դուրս են բերվում պաշտպանական ընդհանուր բնակավարից եւ այստեղ չասեմ թիվը, որովհետև գաղտնի այս պայդրության ոստիկանության զորքերի թիվը, բայց այդքան ուժ դուրս է գալիս ընդհանուր պաշտպանական խնդիրների լուծման դաշտից։ Ի սկզբանե մենք բոլորս գիտակցում ենք, որ պատերազմը չի ավարտվել։ Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղության օրակարգը դա խաղաղություն չի, զիջումների ինչ-որ ծրագիրը ամեն օր ինչ-որ մի բան նոր բան է զիջում։ Հիմա գնում է ընտրություններին ֆեյք բերե ներկայացնում է, որ ծառայելու ժամկետը կրճատում ենք։ Դրան գումարած մենք հասկանում ենք, որ սահմանները մեր ավելի է երկար է, ի շնորհիվ Նիկոլի բացասական առումով, որտեղ մեր հողերը հանձնել է, խնդիր ունենք սահմանները պահելու մենք։ Եթե դու մեր ժամկետային զինծառայողները չեն լինում, իրանց փոխարեն ով է գալու սահմանը պաշտպանի։ Ես ձեր գվարդիային բռնեիք տանեիք, ես ինչ եք բերել ներկայացնում օրինակի համար։ Մյուս կողմից դու Ռուսաստանին էլ հանուն վռնդում ես երկրից, համարում ես, որ դա ճիշտ է, Թուրքիայի սահմանն ով է պահելու։ Այսինքն հերթական պոպուլիզմ են անում, որ գիտեք ինչքան մենք ժողովուրդ ձեր մասին ենք մտածում, կրճատում ենք ծառայության ժամկետը։ Ոստիկանությունը, որ միշտ մասնակցել է եւ հանդիսացել է պաշտպանության բանակի որպես ստորաբաժանում, զինված ուժերի կազմում, մշտապես մասնակցել է Հայաստանի պաշտպանության, սահմանների ամրապնդման գործում։ Տեսեք 18 թվականին, որ իշխանության եկան, մի 2 տարի ոստիկանությունը մասնակցում էր սահմանների պաշտպանությանը։ Հերթապահություն էին իրագործում, որը հետո դադարեցրեցին։ Ներքին զորքերի մասին օրենսդրությամբ դա ամրագրված է, որ ոստիկանության ներքին զորքերը հանդիսանում են բանակի ստորաբաժանում եւ մասնակցում են պաշտպանությանը։ Հիմա այս նոր օրենքով ազգային գվարդիա ձևափոխելով այդ կետը դուրս է եկել։ Այսինքն ազգային գվարդիան իրականացնում է միայն ներքին խնդիրների լուծում։ Պատերազմի ժամանակ ազգային գվարդիան սահմանին գործ չունի։ Ոչ մի գործ չունի, բացարձակ։ Ինքը իրականացնում է ներքին անվտանգության, ներքին հասարակական կարգի պահպանություն։ Ինչով է դա հղի, հատկապես հաշվի առնելով, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետն է կրճատվում։ Սա հղի է նրանով, որ բանակը կրկին անգամ շարունակաբար կազմաքանդում է։ Այն ելակ տալուց հետո օրերոտաջոկած ստեղծելուց հետո, բանակի հերոսներին նսեմացնելու, Մանվել Գրիգորյանին դատելու, Տուշոնկաշոու անելու հետևանքով բանակը ամբողջությամբ կազմաքանդել են։ Հիմա դրան զուգահեռ նաև տարյուկես են դարձնում բանակը։ Այս իշխանություններին բանակ պետք չի։ Չէ՞ որ ինքը ասեց նաև վերջի խոսքերը հիշեք, մարտունակ բանակ ձևակերպում պետք է դուրս դնել, պետք է դնել պաշտպանության բանակ։ Այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները պաշտպանության բանակը դարձել է արդեն որպես հարձակման բանակ ձևակերպման։ Որ պատերազմ եղավ կամ ռազմական դրություն եղավ, այդ սահմանները պահողն ով է լինելու։ Բա ինչ այդ ոստիկանները իրանց վզները հաստատելու համար են բուծում իրանք։ Շատ ուղիղ եմ ասում, էլի, կարմիր բերետներին ում նայես վիզա, հաստ, դեմքի արտահայտությունը նայես չես կարող հասկանալ ինչ է ինքը թելադրում, հասկանում եք ինչ է ուզում ինքը ասի։ Ինձ բռնել տարել են ցուսմունք է տալիս ոստիկանը, որ այո, տեսել եմ գետին ընկածա, գնացել հարվածել եմ, մի հատ նկատողություն չեն անում։ Բռնում քննիչին են տեղափոխում, ուրիշ այդ գործը փագեն, հասկանում եք։ Այսօր այդ գվարդիան լավ պատերազմ լինի, ինչ են անելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մտածում է, եթե պատերազմ եղավ, իր ենթադրությամբ էլի, ինքը ինչ արել է, դրա գնահատականի շարունակությունն է։ Ենթադրաբար սահմանները թուլացել է, մյուս թուլացել է, ինչ որ սրվածություն պետք է լինի, ահա այս մարտիկ հանկարծ Երևանում մեկը չեն լինի դեմ ցույց չանի, կան ես ինձի պաշտպանեմ։ Ստեղ ես դրա համար եմ ասում, ինքը այս ոստիկաններին ներմուծում է, բուծում է, որ պաշտպանի իրան։ Շատ ուղիղ, մի նպատակ ինքը ունի, պաշտպանել ինքը իրան։ Ուրիշ նպատակ չի հետապնդում սա։ Կրթական ծրագրի հարցում աջակցել է Եվրոպայի խորհուրդը, նույն այդ ծրագրով էլ իրականացվել է ոստիկանների վերապատրաստումը։ Եվրոպացի մասնագետների օգնությամբ մշակվել է նաև ենթաօրենսդրական ամբողջական բազա։ Արդյոք այս ամենը կնպաստի, որ այսուհետ բողոքի ակցիաները անցնեն առանց քաղաքացիների նկատմամբ բիրտուժ կիրառելու։ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ չտան, իսկ լուսաձայնային նռնակ կիրառելիս էլ գոնե այն նետեն բավարար հեռավորության վրա։
Բացարձակապես չկասկածեք, որ շարունակաբար սա լինելու է։ Անունը փոխելով ոչինչ չի փոխվում։ Գործառույթը նույնն է մնում, հրամանատարները նույնն են մնում, հանձնարարական տվողը նույնն է մնում։ Հավատացեք, մենք ավելի մեծ բռնաճնշումներ ենք տեսնելու։ Մենք նույնը տեսանք Եվրամիության ու Արևմուտքի ֆինանսավորման բարեկների համար իրանք ինչ արեցին, էֆեկտը առ այսօր բացասական առումով հասարակությունը քաղում է։ Այսինքն դուք ո՞նց եք տեսնում, այսօր բարեկներից գոհ են, մարդկանց այդ շփման տարական էթիկա ու նորմ չունեն։ Իսկ այս թազա բերած այդ գվարդիան, որ իրանք սարքում են, դա ուրիշ հայտարարություն է լինել։ Դրա փոխարեն մենք չտեսանք, որ ընդդիմադիր գործիչը մի հատ սխալ բան խոսակ, հարձակվեք իր վրա, բայց չտեսանք, որ դուք թմրամիջոցների մեկ էլ մեր երկրում բանը մաննավաճառությունը հասել է իր ամենաբարձր մակարդակին։ Դրեցի, հրապարակեցի, որ Հայաստանում, Երևանում 1000 մաննավաճառ եք դրսից բերել գործողություններ են իրականացնում։ Ստեյս մի քիչ հեռու գինեն, անգիր մարդիկ գիտեն, այս շենքում, հետազոտություն ես անում կա։ Այդում հովանու ներքո են լինում իրա։ Ընդդեից է դեղերն ու նարկոտիկն են երևի ցրում, հասկանում եք։ Այդքան հրապարակայինորեն խոսել են։ Մի օր ինձ չեն կանչեին, ասեն, ախպեր ջան, որ դու ասում ես, իրոք այդ բաները կան մաննավաճառներ, լարի նայենք, տեսնենք ինչ են անում, ցույց տայ ձևերը, ցույց տայ գնային աշխատեն։ Չեն ուզում, հետեւաբար ես կարամ ասեմ, որ այդտեղից իրանք փայ ունեն։ Գիտեք, խայտարակությունը նրանում է, որ այդ տեստավորումը եւս ոչինչ չի տալու։ Այդ տեստերը, եթե դուք կարդաք, տեստերի ձևակերպումները, ինձ ներկայացրել էին ներողություն եթերով ասեմ, տեստերի մեջ գրված է արդյոք ոստիկանը կարող է առաջի բուժօգնություն ցույց տալ բերանով օդ տալու միջոցով, եթե տուժողը տղամարդ է եւ օգնողը տղամարդ։ Այսօր ներքին գործերի նախարարները, նախարարությունը նախարարի գլխավորությամբ խորհրդակցություն է անում, ուղիղ եթերով ԱՄՆ դեսպանն է նայում։ ԱՄՆ դեսպանատունը լիարժեք վերահսկում է։ Դուք տեսեք անցյալ տարվա հունիսի 12-ին Միացյալ Նահանգների դեսպանի արձագանքը այն բռնաճնշումներին, որ տեղի ունեցավ Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում։ 100-ից ավելի մարդ վնասվածք ստացավ, ձեռք կորցրեցին, բայց նրանք դրական գնահատեցին ոստիկանության։ Այսօր միջազգային հանրությունը պահպանում է այս իշխանություններին։ Հետևաբար մենք ընդդիմադիրներս պայքարում ենք երկու ուղղությամբ՝ ներքին թշնամու իդեմս իշխանություն զավթած սրանց եւ արտաքին թշնամու միջազգային կառույցների, որոնք անմիջապես պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ ազգային գվարդիան մեր հանրությանը ոչինչ չի տալու։ Դուք հավատացեք, ավելի լուրջ ծախսեր են օգտագործվելու, ավելի լուրջ տեխնիկա են գնելու։ Աշխատավարձը կրկին կբարձրացնեն, իհարկե կբարձրացնեն։ Եվ դրա հետևանքով հանրությունը կունենա ընդհանրապես իր գլխին եւս մեկ ավելացված գործիք, ավելի բարձր ու ուժեղ ճնշումներով։ Ոստիկանության գվարդիայի հրամանատարը ներքին գործերի նախարարության փոխոստիկանապետն է։ Փոխոստիկանապետ իբրև առանձին սուբյեկտ նոր օրենքով նույնպես նախատեսված չէ։ Հենասյունային ուղղությունների պարեկային, համայնքային, քրեական ոստիկանության եւ ազգային գվարդիայի ղեկավարները համատեղելու են փոխոստիկանապետի պաշտոնը։ Ներքին գործերի նախարար այսպիսի երկրում այսօրվա իրավիճակում երբեք չէին նշանակի։ Խայտարակությունը եւ ցույց է տալի ոստիկանության ապիկար վիճակը։ Նա հիմա ներքին գործերի նախարար է, ոստիկանության պետ Արա Ղազարյանն է եւ տեղակալներ ունի։ Ներքին զորքերի հրամանատարը այսօր որպես այդպեսին դառնում է ազգային գվարդիայի հրամանատար։ Ես կարծում եմ նույնն էլ կմնա։ Բայց առանց սուբյեկտիվ ընկալման, հավատացեք, այսօրվա իշխանության գոյատևման միակ հիմքը ոստիկանությունն է։ Այդ ոստիկանության անունը վաղը դիր ազգային գվարդիա։ Եթե կատարելու է նույն խնդիրը, լուծելու է նույն խնդիրը, հետեւաբար դրանից բովանդակությունը չի փոխվի։ Հանրությունը ոստիկանության նկատմամբ ցավոք եմ ասում, իրոք ցավոք, ատելություն եւ զզվանք ունի։ Ատելություն։ Իսկ այդ ատելությունը անունը փոխելով չի ձևափոխվելու։ Բովանդակային պետք է փոփոխվի, վարկագծի կանոն պետք է փոփոխվի։ Ես ժամանակին նույնիսկ ասել եմ, սրանցից հեռացնելուց հետո ոստիկանությունում ներքին գործերի նախարարությունում թեկուզ եւ ֆինանսական լուրջ ծախսեր իրականացվեն, նույնիսկ համակարգը պետք է փոխվի, որտեղ մարդկանց մոտ արդեն իրոք ատելություն կա։ Ոստիկանության համակարգողի երեխան տունը հպարտությամբ կամ դպրոցում գնում ասում էր իմ հայրը ոստիկան է, այսօր այդ երեխան դպրոց գնալուց ամաչում ասի հերս կարմիր բերետ է, որովհետև ամենավերջի խոսքերը իր հոր ասեն կարող ասեն։ Հասկանում եք, իրանք վարկաբեկել են նաև ոստիկանի են դրական լավ համբավը։ Աշխարհում առաջին ազգային գվարդիան ստեղծվել է Ֆրանսիայում։ Հիմա այդպիսի զորքեր կան Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւ շատ այլ երկրներում։ ԱՄՆ-ում, երբ իրավիճակի բերումով ազգային գվարդիայի զորքերը տեղակայվում են բոլոր նահանգներում, զորքերի գերագույն գլխավոր հրամանատար է դառնում Միացյալ Նահանգների նախագահը։ Իսկ ինչ սպասել Հայաստանի դեպքում։
ի սկզբանե ինքն է, ինքը որ ստեղծում է, ինքն էլ ուղիղ հրահանգները տալիս է։ Մենք տեսել ենք բոլոր ուժային կառույցներին։ Հրահանգումը հաջորդ օրը մարդու գլխին գործ են սարքում։ Հրահանգումը Սամվել Կարապետյանի պես մարդուն բռնում տանում են KGB-ի պատվալ, հասկանում եք։ Այսինքն մեր երկրում պետք չի որ դա օրենքով գրվի, որ Նիկոլ Փաշյանը պետք է հրահանգի։ Շատ ուղիղ սարքում որ ինքը հրահանգներ իջացնի։ Շատ ուղիղ, նորից եմ ասում, այս նպատակ ունի իր իշխանությունը պահել, ուրիշ ոչ մի նպատակ չունի էսի։ Նույն Ռուսաստանում ազգային գվարդիան ենթարկվում է նախագահին, բայց պետք է գնահատել, թե որ երկրում, մեր պես փոքր երկրում, նույնիսկ հատուկ գունդը, ոստիկանական այսքանակ ահռելի է արդեն, եւ ազգային գվարդիա ստեղծելու անհրաժեշտություն չկար։ Ոստիկանության համակարգը ներքին զորքերի եւ ներքին գործերի ամբողջ համակարգը երրակի անգամ ավելացել է, արդեն գրեթե հասել է 30,000-ի։ Ինչու ընտրություններից առաջ սա նախաձեռնվեց, կապ տեսնում եք։ Բնականաբար այդ կապը ակնհայտ է 26 թվականի ընտրություններին, որտեղ Նիկոլ Փաշինյանը այն սիրո համերաշխության գաղափարախոսությունը փոխել է արդեն բռնության ճնշումների։ Հիմա նա հասկանում է, որ այդ կոչերը էլ չեն աշխատում, հետևաբար նա պետք է բռնություն, կոշտանգում, ռեպրեսիաներ իրականացնի, որ դրա միջոցով վախի մթնոլորտով կարողանա նորից ընտրություններում հաղթել։ Ազգային ձևակերպումը վաղը մյուս օրը կհանեն։ Ինքը ասել է, չի ազգային ոչինչ չի լինել, նույնիսկ ազգային օպերայի պետական թատրոնը, ազգային պատկերասրահ, ազգային բառը իր համար ապազգային է դառնում։ Հետևաբար վաղ այդ անունը կփոխեն, կդառնա ոստիկանական գվարդիա կամ գվարդիա ընդամենը։ Ես կրկնում եմ, կանխատեսում եմ, մոտ ապագայում գվարդիան կանցնի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներքո, ինչպես պետական պահպանության ծառայությունը։ Ազգային գվարդիա, արձանագրենք, ամեն ինչ ազգայինից պետական դարձնելու Փաշինյանի քաղաքական մոլուցքը այս հարցում նահանջել է։ Գուցե տրամաբանությունը այստեղ այն է, որ ազգային ոստիկանությունը սեփական ազգի դեմ անտեղի ուժ չի կարող կիրառել։